Բարի օր, սիրելի հայրենակից։ Այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Հայաստանյան ընտրություններին մնացել է 2 ամսից էլ քիչ ժամանակ։ Ու թեև ըստ օրենքի նախընտրական պայքարը պետք է սկսվի ընտրություններից 25 օր առաջ, ընտրապայքարը մեզ մոտ վաղուց արդեն սկսվել է։ Ընտրողի քվեին արժանանալու համար ներկայիս կառավարությունը նույն ինքը ՔՊ-ն փորձում է ամեն բան անել ապացուցելու համար, որ իրենից լավ կառավարող, իրենից առավել ինքնիշխան, հայրենասեր ուժ Հայաստանը չի ունեցել։ Սրա արդյունքում հնչում են մեկը մյուսից աբսուրդ հայտարարություններ, ծնվում են օրենքներ, որոնք ոչ թե բարեկեցություն են խոստանում, այլ ավելի են խորացնում ընտանիք ինստիտուտի ճգնաժամը, սոցիալական արդարությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց եկեք հերթականությամբ։ Թոշակառուից գույք տանելու շատ շքեղ կոմբինացիա 3 քայլից Facebook-յան էջում գրում է Ինգա Մանուկյանը։ Առաջին. սկզբում գույքահարկի գինը բազմապատկել, բացարձակ չհիմնավորված առանց գնագոյացման մեխանիզմի։ Երկրորդ. հետո առաջին դեմքի աթոռից հայտարարել, որ թոշակառուն արժանի չէ ապրել շուկայական բարձր գին ունեցող բնակարանում, որն ինքն իր քրտինքով վաստակել է, բայց գույքահարկի համար աղքատաթոշակը չի հերիքում։ Երրորդ. հետո առաջարկել պարտքեր կուտակելու դիմաց այդ գույքը տրամադրել բանկերին։ Ահա եւ հայկական սոցիալական պետության կեղծ դիմակը։ Այս երկրում, որտեղ ամեն ինչ հենց այդ թոշակառուն է կառուցել, պիտի այնքան վատ ապրի, որ տունը ստիպված ծախի բանկին, ու դա ներկայացնում են որպես մեծ լավություն։ Ով եք դուք, այսինքն լավ տներում միայն հարուստները պիտի ապրեն, միայն հարուստները պիտի օգտվեն լավ կրթությունից, հենց իրենք են պիտի զանգվածային օգտվեն թանկ ու կրակ կաֆե ռեստորաններից։ Մի օր եվրոպական սոցիալիզմի մոդելին չնայեցիք, որ իմանաք, որ թոշակառուն ու հաշմանդամի վիճակն է պետության իրական դեմքը, ոչ թե ձեր հարկազատված, հաստավից ու նագլի օլիգարխի երջանիկ ժպիտը։ Ու թող բոլոր տնտեսագետները մինչ իրենց հաշվարկներով սա արդարացնելը մտածեն, արդյոք այս նախագիծը առաջնահերթ սոցիալական արդարության, թե բանկերի շահերից է բխում։ Քաղաքային տրանսպորտի կառավարումը տապալված է։ Բարի գալուստ 90-ականներ, գրում է Արեգ Սավգուլյանը։ Երեկ մի վարորդ բղավում էր, որ չի քշի, եթե փող չտան։ Վարորդը նաև հսկիչ է կոնցեպտը, չի աշխատում եւ պետք չէ վարորդին ստիպել, որ նա նաև տոմսավաճառի կամ կոնտրոլորի դեր կատարի։ Վարորդը պետք է վարի։ Իսկ տեսանյութում հստակ երևում է, ինչու է մարդիկ չեն վճարում։ Ուղևորցը 150 դրամ դարձրեցիք, որ մարդատարը բեռնատար դրամատրությամբ աշխատի։ Իդեպ շատերը երեկոյան ժամերին հրաժարվում են վճարել։ Ծանրաբեռնված է աշխատում նաև մետրոն։ Մի 2 շարժակազմ չեք կարողանում ավելացնել, ինչպես եք նոր կայարան կառուցելու։ Իսկ մետրոյում ցանկացած բանկային քարտ 2 անգամ չի գործում, կես ժամ դադարով, եւ ուղևորները 1 անգամ ճտցնում են վալիդատորին եւ 2 հոգով անցնում, եւ սա ռեֆորմ է։ Կներեք քաղաքապետարանի հսկի չեք դուք, հսկի չեք դուք, ինչ, որտեղ է աշխատում եք։ Դե հիմա մի հատ էս մարդկանց տեղավորեք, որ վճարել։ Դե փորձեք տեղավորել, ես էլ պետք է այստեղ նստեմ, մենք էլ պիտի նստենք, մեզ էլ հա փորձեք տեղավորել։ Տեսեք, ավտոբուս ԹԲ-ից է, երիտասարդ աշխատակից է, հիմա եկել է, ասում է դες տեղավորում ենք, ասում եմ փոքր առաջացել։ Կներեք, որ ասում են բարելավել են, սրա համար պիտի մարդիկ 150 դրամ վճարեն, հա? Այս սրա համար պիտի մարդիկ 150 դրամ վճարեն, ոչ, այսօր ցերեկել է այսպես եղել, ես այսպես եկել եմ, հասել եմ այստեղ, Տիգրան Ավինյանն էլ հրավիրել եմ, բա մենք չնստեցիք, այստեղ մարդիկ չնստեցիք։ Չէ, մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ, մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ։ Ասեք, Տիգրան Ավինյան, հատուկ քեզ համար երիտասարդի ոտքերը դուրս եք մնացել, մարդկանց ոտքերը, քեզ համար Տիգրան Ավինյան, մարդկանց ուղարկել ես, ասում ես, թող խցկեն իրար վրա, այս ավտոբուսի անվտանգությունը, այս մարդկանց կյանքի անվտանգությունը ով է հսկելու։ Ինչու ես այսպես ջեր ծանրաբեռնված ավտոբուսներով մարդկանց տեղափոխում։
Հանրության մոտ մեծ վրդովմունք առաջացրեց Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը ՀՀ զինված ուժերում չծառայած իր բարձրակարգ գիտելիքների տեր որդու մասին։ Առաջին, իսկ Անդրանիկ Քոչարյանը անձամբ ինքը ծառայել է, թե ինքն էլ իր հերթին թռել է ՀԽՍՀ-ի բանակից, աշխատելով ինչ-որ գիտահետազոտական հիմնարկում որպես գերբարձրակարգ մասնագետ։ Իր կենսագրության մեջ ծառայության մասին ոչինչ չկա գրված Պարլամենտ ԵՄ-ի կայքում։ Երրորդ հանրապետության ժամանակ սոցիալական եւ իրական անհավասարությունը հանգեցրել է արտոնյալ դասի ձևավորմանը։ Սա մեր պետության աքիլեսյան գարշապարը եւ չսպիացող վերքն է։ Բարձրաստիճան պաշտոնյայի հարուստի որդին պետք է խուսափի զինվորական ծառայությունից, անպայման այդ նպատակով պետք է ատենախոսություն պաշտպանի կամ զարմանահրաշ հիվանդության դիագնոզով ազատվի, որն իհարկե հետագայում կնիկ չի թողնի նրա անբասիր կենսագրության վրա, չէ որ ապագան դեռ առջևում է։ Երեկ Անդրանիկ Քոչարյանը իր ցինիզմի պորտկման ժամանակ խոստովանեց, որ իրենք վերին արտի ցորեն են, ոչ չորրորդ կարգի, եւ կուժն ու կուլան թափվեց նրա եւ որդու գլխին, բայց ինքը մենակ չէ, ԿՊԱ-ական վերնախավի մեծ մասը բանակից մազապուրց փախել է եւ դրա համար էլ առանց աչքը թարթելու ամեն ինչ հանձնում է, գրել է Facebook-յան օգտատեր Արեգ Սավգուլյանը։ Ի պատասխան Քոչարյանի, Facebook-ը հեղեղվեց այն օգտատերերի հայտարարություններով, ովքեր ավանդ ունեն ՀՀ զինված ուժերի կայացման գործում, այդ թվում նաև այն հայերի, որոնց որդիները իրենց կյանքն են տվել հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես պահեստազորային սպա Մհեր Մեհրաբյանն եմ։ 44 օրյա պատերազմին կամավոր մասնակցել եմ եւ վիրավորվել եմ։ Ես 44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արեն Մեհրաբյանի հայրն եմ, ով ուսումը ԱՄՆ-ում կիսատ թողնելով վերադարձել էր Հայաստան իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու, ծառայում էր ՀՀ բանակում։ Ես պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից անհապաղ վայր դնել падգամավորության մանդատը եւ ընտանյոք ինքնարտաքսվել Հայաստանից, չմոռանաք ձեր հետ վերցնել ձեր լամուկներին։ Իշխող ուժը բնականաբար անպատասխան է թողել այս պահանջները։ Քոչարյանը բնականաբար մանդատը վայր չի դրել, բայց ընդհանրապես ո՞րն է այս խնդրի առաջացման պատճառը։ Ինչու է մեր երկրում քաղաքական էլիտան համարվողն իրեն այսպես պահում։ Սոցիոլոգ Հայկ Տրունյանը այս հարցին պատասխանում է սոցիոլոգիայի տեսանկյունից։ Հայկական հասարակության սոցիալական բաժանումը ազատների եւ անազատների խավերի ի սկզբանե հիմնված է խիստ եւ չափազանց հստակ սկզբունքների վրա՝ զենք կրելու իրավունք ու երկիրն ու ժողովրդին պահպանելու պարտականություն։ Աշխարհական ազատները քաղաքական իշխանություն ռազմիկներ էին։ Նրանց գործառույթը ոչ թե հանուն կարգավիճակի կառավարելն էր, այլ պաշտպանությունը, տարածքների, պետության եւ անազատների պաշտպանությունը արտաքին ու ներքին սպառնալիքներից։ Դրա փոխարեն անազատները վճարում էին տասնորդ եւ իշխանությանը փոխանցում բնակչությանն ու տարածքները կառավարելու իրավունքը, գիտակցելով գլխավորը։ Այդ իշխանությունը արյամբ պարտավոր է կատարել իր գործառույթը՝ պաշտպանել։ Այսօր տեղի ունենում հիմնարար խզում։ Անազատները այլևս չեն հասկանում, թե որն է իշխանների, իշխանության գործառույթը, քանի որ իշխանությունն ինքը փաստացի հրաժարվել է իր բազային պարտականություններից, ժողովրդի անվտանգության համար պատասխանատվությունից։ Բանակի սպայական կորպուսը սովորական հայ ընտանիքների տղաներն են։ Նրանք սեփական կյանքի գնով ծառայում են ժողովրդին, չներկայացնելով ոչ մի կլան ու ոչ մի թայֆ։ Եվ այստեղ առաջանում է առանցքային ճեղքվածքը։ Ժամանակակից Հայաստանը եւ ոչ մի ազդեցիկ կլան չի կարող ցույց տալ իր ներկայացուցիչներին ոչ հայտնի սպաների շարքում եւ ոչ էլ առավել եւս գեներալական կորպուսում։ Սա նշանակում է, որ էլիտան ոչ միայն չի կատարում իր գործառույթը, այլև նույնիսկ չի հասկանում, թե որն է դա։ Արդյունքում ձևավորվում է վտանգավոր դիսոնանս։ Բանակային էլիտան եւ քաղաքական իշխանությունը գոյություն ունեն տարբեր իրականություններում, իսկ հասարակությունը հայտնվում է շրջված վիճակում, յուրաքանչյուրը գտնվում է ոչ իր տեղում, ոչ էլ դերում։ Նման վիճակը սոցիալական օրենքների շրջանակներում չի կարող երկար տևել։ Ժողովուրդն ունի
Հայաստանի պատմական հիշողություն, որտեղ իշխանները, թայֆաների ներկայացուցիչները ռազմիկներ էին, մարդիկ, ովքեր ոչ թե պարզապես կառավարում էին, այլ առաջինն էին գնում մեռնելու հանուն երկրի։ Եվ ժողովուրդը չի կարող երկար մնալ մի կարգավիճակում, երբ նա միաժամանակ վճարում է 10-րդ, զենք է վերցնում, պաշտպանում է երկիրը եւ այդ ամենի հետ մեկտեղ ստիպված է լսել, թե ինքն իբր դեգրադացված է։ Շաբաթվա ընթացքում աբսուրդի հասնող հայտարարությամբ է հանդես եկել Ալեն Սիմոնյանը։ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Փաստորեն, սենց որ խոսում է, որ ողջ պետական ռեսուրսը դրել է Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական հայեցակարգի տարածմանը, դրանով մեր անվտանգությունն է երաշխավորում, ըստ քանդենք պետությունը կուսակցության տրամաբանությամբ։ Իրականում Ալիևն իսկապես իրենց իշխանության քավորն է, քանի որ ՀՀ-ում որևէ քաղաքական ուժ չի համաձայնվել դառնալ Ալիևի երազանքների ցուցակի իրականացնողը ու պայքարել հայոց պետության ու հայկական ինքնության դեմ հանուն սեփական իշխանության երկարաձգման, գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Լավ իմանալով այն թշնամանքը, որ Ադրբեջանի հասարակության մեջ կա հայերի նկատմամբ, Հայաստանի փորձն էլ Բաքվում, Սումգայիթում, Արցախում, չեմ էլ հասկանում, թե որտեղ պետք է տեղափոխվի հայ հասարակությունը, որովհետև Ադրբեջանը դժվար թե հայ հասարակության անվտանգությունն ապահովի։ Արցախի փորձը ցույց տվեց, որ նորմալ հայը չի կարող իր ընտանիքը թողել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Փառք Աստծո, արցախահայությունը փրկվեց, տեղափոխվելով Հայաստան, բայց Հայաստանից ուր պետք է տեղափոխվենք։ Լուծումներից մեկն էլ սա կարող է լինել՝ արևմտյան Ադրբեջան առանց հայերի։ Խորհրդարանի ղեկավարին պետք է հարցնել, թե այդ երկու տարբերակներից որն է ինքը առավել հավանական համարում կամ ընդունում։ Ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։ Սակայն այս բոլոր փաստարկները ոչինչ չեն նշանակում ՀՀ ներկայիս կառավարության համար։ Նրանք շարունակում են իրենց ճակերտավոր խաղաղության օրագիրը, որի մասին հետաքրքիր գրառում է կատարել Facebook-յան օգտատեր Վահրամ Մարտիրոսյանը։ Խաղաղությունը այն տեսքով, որով ներկայացվում է, ըստ էության ուղիղ դեպի նոր ցեղասպանություն տանող ճանապարհային քարտեզ է։ Հաղթում ենք, գիտեք, ինչու էր մեր պարտության գլխավոր պատճառներից մեկը եւ հայ ազգի նկատմամբ երբևէ կատարված ամենամեծ դավադրությունը, որովհետեւ այն ամենապատասխանատու պահին խաբս տվեց ազգի իմունային համակարգին ու թուլացրեց ազգին։ Եթե պատերազմի առաջին օրվանից ասվեր ճշմարտությունը մարտի դաշտում իրական իրավիճակի մասին, ապա համոզված եմ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա պարզապես տեղի չէր ունենա։ Ավելին, դեպի պարտություն տանող գլխավոր գործոնը բանակի ուղղահայացի փլուզումը համազգային ճնշման ներքո շտկվելու ու վերականգնվելու էր։ 1915-ին կոտորածներն այդպիսի մասշտաբներ ունեցան, որովհետև օսմանցիները մինչև բուն ցեղասպանությունը սկսելը հայազգին զրկել էին իմունային համակարգից։ Լսեք 1918 թվականի Արամ Մանուկյանի ելույթը Երևանում։ Այն հենց ազգի իմունային համակարգը վերականգնելու մասին է, երբ հայ ազգը 1918 թվականի գարնանը սկսեց դիմադրության իմունիտետ դրսևորել, օսմանյան առաջխաղացումը անմիջապես կանգ առավ, ավելի ճիշտ ոչ թե պարզապես կանգ առավ, այլ օսմանյան բանակները բոլոր ճակատներում գլխիվայր ջախջախվեցին։ Տրանսֆորմացիայի մեջ գտնվող աշխարհում մեծ մարտահրավերների առջև կանգնած ազգային կեղծ խաղաղության քարոզ կերցնողներ ու ազգին թուլացնողները արտաքին թշնամուց էլ ավելի վտանգավոր են։ Սակայն այսօրվա իշխող ուժը անդրդվելի է։ Ապրիլի 10-ին Մարաղայի ցեղասպանության օրը հայկական Կուտկաշենում, որը դարձել է Գաբալա, տեղի է ունենում հայերի հանդիպումը ադրբեջանցիների հետ, գրում է Արթուր Ղազարյանը։ Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին 3 են մորթել։ 1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվել է Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հրետակոծությունը։ Կեսօրին մոտ ադրբեջանական Գուրթուլուշ
բատալյոնը կազմված 1000 զինվորից 20 զրահամեքենաների ուղեկցությամբ մտել է գյուղ։ Պաշտպանական ուժերը մոտ 60 մարդ տեսնելով, որ չեն կարողանում դիմադրել, անհավասար ուժին նահանջել են, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքել է գյուղը, ծերունիները եւ հաշմանդամները պատասպարվել են նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը հետ են գրավել եւ գտել 43 խաղաղ բնակչի դիակ, գլխատված, սղոցված, այրված կամ աչքերը հանած։ I have many photographs of that terrible day. У меня сохранилось много фотографий того ужасного дня. На них запечатлены обезглавленные, расчлененные, сожженные люди. Есть одна леденящая кровь фотография, на которой пожилой мужчина держит в руках ухо своего соседа. Никогда не забуду тот страшный день. Я своими глазами видела отрезанные головы, изрубленные трупы и куски человеческих тел, валявшиеся на земле. Они даже сжигали людей заживо. Я видела останки сожженной пожилой женщины. Потом они занялись мародерством, грабили дома, выносили имущество, потом громили и сжигали их. Это было место страданий и жестокости, как Голгофа, на которой распяли Господа нашего. Супруги Размик и Света Мовсисяны. Они попали к заместителю начальника Мирбаширской тюрьмы, который держал их на привязи, как собак, и заставлял ходить только на четвереньках. Супругов морили голодом, а потом Свету убили, и потерявшие человеческий облик палачи пытались ее мясом кормить мужа. Я многого не рассказываю, есть вещи, о которых знаю только я. У нее вся грудь была обожжена сигаретами, на шее 2 ножевые раны, мочки ушей разорваны. Я спросила, почему? Она сказала, что сережки сорвали прямо с ушей и разорвали мочки. Мужья Карине и Зарине до сих пор числятся без вести пропавшими. Альвина Багдасарян, учительница, которые привязали к столу и подвергли нечеловеческим пыткам и унижениям. 3 братьев вместе с матерью взяли в плен. Одного обменяли, но о судьбе остальных до сих пор ничего не известно. Он и рассказал о мученической гибели своего брата Гагика и о том, что было с ними в плену. Относились к заложникам как к животным, не как к людям. Их увезли в Мирбашир, оттуда в Барду, где одного из братьев обменяли. По его словам, в Барде их разделили. Говорил, что брат, который никогда за словом в карман не лез, вел себя в плену очень смело и на все оскорбления азербайджанцев отвечал тем же. За это его предали лютой смерти, привязали к рельсам и пустили по нему поезд. Մարաղայի կոտրածն իրագործելու համար Ադրբեջանի զինված ուժերի գութուլուշ գումարտակի հրամանատար Շահին Թալիբ Օղլի Թագիևը ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։ Ադրբեջանը, որ մեծ ուշադրություն է դարձնում սիմվոլիկային, հենց ապրիլի 10-ն էր ընտրել Չակերտավոր խաղաղության կամուրջ նախաձեռնության հերթական կլոր սեղանի հանդիպման համար։ Ըստ հանրային ռադիոյի 2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական երկկողմ կլոր սեղանը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգործությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով անցնելով պաշտոնապես սահմանազատված եւ սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսություն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։
Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկա վիճակի, խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների եւ դրանց արդյունքների, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջ մղման, ուղղված ջանքերի ու խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը, ասվածը հաղորդագրության մեջ։ Բաքվում կայանալիք կլոր սեղանի հայաստանյան կողմի մասնակիցներն են։ Արեգ Քոչինյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող, Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն, Նարեկ Մինասյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի ասոցիացված փորձագետ, Սամվել Մելիքսեսյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ, Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Էդգար Վարդանյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի ասոցիացված փորձագետ, Ռոբերտ Ղևոնդյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ, Լուսինե Խարատյան, գրող, մշակութային մարդաբան, Նելի Մինասյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ, Դավիթ Ստեփանյան, առաջին ԷՄ-ի քաղաքական մեկնաբան, միջազգային եւ անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի փորձագետ, Ռուբեն Բաբայան, Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Էլեոնորա Սարգսյան, խաղաղության եւ գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող, Նաիրա Մատիկյան, Ջեյմ Նյուսի հայաստանյան գրեսենյակի խմբագիր եւ տնօրեն, Վազգեն Կարապետյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար, Տաթև Դանիելյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր եւ հաղորդավար, Արմեն Պետրոսյան, Օրբելի կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, Ալեն Ամիրխանյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանման կենտրոնի տնօրեն, Նելի Ռաֆայելյան, մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող, Թեբա Most Mira ավելի շուտ Most կապիտուլյացիի իր Facebook-յան էջում խաղաղության կամրջին է անդրադարձել օգտատեր Յանա Գաբելիա Մանթաշևան։ Ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաները թույլ են տալիս քաղաքացիական հասարակությունը վերածել զենքի, որն աշխատում է հենց պետության դեմ, օգտագործելով մանիպուլյացիոն այնպիսի նուրբ մեխանիզմներ, որոնք առաջին հայացքից դժվար է նկատել։ Այս գործընթացում առանցքային դեր ունի ռուսական հիբրիդային պայքարի մասին անդադար ահաբեկումը, որն աշխատում է որպես տեղեկատվական զուտ շեղող հնարք։ Խնդիրն այն չէ, որ այդ վտանգը գոյություն չունի, այլ այն, որ դա առաջին պլան մղելով թույլ չեն տալիս տեսնել երկրի ներսում տեղի ունեցող արմատական եւ կործանարար փոփոխությունները։ Մարդկանց մեջ սերմանելով վախ միայն մեկ ուղղությամբ, նրանց ուշադրությունը կտրում են իրական սպառնալիքներից, որը հնարավորություն է տալիս թիկունքում ձևավորել մի վտանգավոր անգաղափարական քաղաքացիական շերտ։ Այս վտանգավոր միջավայրում խաղաղության անվան տակ քարոզվում է սեփական ինքնությունից եւ պետական հիմքերից հրաժարվելու գաղափարախոսություն։ Սա հենց այն հարմարավետ հարթակն է, որը թույլ է տալիս հակառակորդին առանց կրակոցի հասնել իր նպատակներին, քանի որ ներսից արդեն աշխատում են ուժեր, որոնք պատրաստում են հասարակությանը հերթական զիջումներին ու հոգեբանական կապիտուլյացիային։ Հատկապես վտանգավոր է, որ այդ թիմերում ներգրավված են անհատներ, որոնք տարիներ շարունակ թաքնված աշխատել են ադրբեջանցիների հետ, իսկ այժմ դա անում են բացահայտ։ Առավել վտանգավոր է այն փաստը, որ նրանցից ոմանք դասավանդում են եւ աշխատում համալսարաններում եւ անմիջական աշխատանք են տանում ուսանողների հետ, թիրախավորելով նոր սերնդի գիտակցությունը։ Այս ամենի մյուս ամենավտանգավոր կողմն այն է, որ սա աշխարհիկ ներկայացվում է որպես ժողովրդավարական գործընթաց։ Այն օգտագործվում է ցույց տալու համար, թե Հայաստանում տեղի ունեցողը ոչ թե իշխանության ձախողումների կամ հարևան երկրի օրակարգն առաջ տանելու արդյունք է, այլ բացառապես ներքին ժողովրդավարական վերափոխումների հետևանք։ Մինչ մարդիկ զբաղված են ռուսական վտանգի դեմ պայքարելով,
Այս ձևավորված շերտը լեգիտիմացնում է Ալիևին ձեռնտու պահանջները, դրանք ներկայացնելով որպես առաջադեմ արժեքներ կամ քաղաքացիական կամք։ Արդյունքում իրական քաղաքական սաբոտաժը մատուցվում է որպես բարեփոխում, իսկ պետական շահի նահանջը որպես ժողովրդավարական հասունություն, ինչը թույլ է տալիս արտաքին ուժերին և ներսի կամակատարներին անխոցելի մնալ միջազգային հանրության աչքերում։ Քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից եթե նայենք, ապա սա այն է, ինչ Անտոնիո Գրամշին անվանում էր մշակութային հեգեմոնիա։ Վերահսկողություն, որը հաստատվում է ոչ թե բռնությամբ, այլ քաղաքացիական հասարակության միջոցով սեփական արժեքները որպես բնական և միակ ճիշտ ներկայացնելու ճանապարհով։ Հայաստանյան իրականության մեջ ադրբեջանական օրակարգը պարզապես թարգմանվում է քաղաքացիական սեկտորի լեզվով, այն դարձնելով ընկալելի ու անխուսափելի։ Իսկ Հերբերտ Մարկուզեի նկարագրած ռեպրեսիվ հանդուրժողականությունը այստեղ դառնում է գործիք ճնշելու ցանկացած իրական ազգային դիմադրություն։ Այսպիսով մենք գործ ունենք կանխամտածված գաղափարական ինժեներիայի հետ, որի նպատակը պետության ինքնապաշտպանական բնազդի ոչնչացումն է, քողարկված ժողովրդավարական շոուով։ Որպես վերջաբան խաղաղության կամրջի ու ՀՀ ներկայիս կառավարության խաղաղության ձեր ուշադրությունն ենք ներկայացնում այս հայտարարությունը Արցախի թեմից։ Սրտի խորը ցավով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնարար ավերման փաստը։ Տարիներ շարունակ Սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը, որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը։ Համակարգված նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման, Մեխակավանի Զորավոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։ Ինչքան էլ անարձագանք մնա մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությանը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը։ Ուստի վերստին կոչ ենք անում միջազգային համապատասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը ու կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող արցախյան հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս շաբաթ այսքան է, սիրելի հայրենակից, և եթե լուրերի մեր թողարկումները քեզ համար կարևոր են, կոչ ենք անում միանալ մեր ազգային հարթակին, նպաստել իրական Հայաստանի հարատևմանն ու հզորացմանը։ Իսկ շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգ նախաձեռնության անդամ Աիդա Սիմոնյանը։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։